Տիկին Ֆարմանյան, ըստ էության դուք ներկայացրել եք երկու միջնորդություն, Միքայել Սրբազանի խափանման միջոցտնային կալանքը փոփոխելու, ինչպես նաև պատարակներին մասնակցելու, մեկը մերժեցին, մյուսը բավարարեցին, դատարանը նաև հարցեր ուղղեց մեղադրող կողմին եւ ըստ իրենց հարցերից եւ հարցերի բնույթից պարզ էր դառնում, որ ըստ էության տնային կալանքն էլ պետք է չկիրառվել, որովհետեւ դատարանը ինքն էլ հասկանում էր, որ մեղադրական կողմի ներկայացրած փաստարկները այդքան էլ հիմնավոր չէին, բայց այդուհանդերձ շարունակում է Միքայել Սրբազանը մնալ տնային կալանքի տակ։ Ըստ ձեզ ինչու։ Մի փոքր ուղում մտցնեմ, հա, այդտեղ վերաքնիչ բողոքի քննությունը տարանջատենք մեր ներկայացրած միջնորդություններից, պատարակներին, մասնավորապես ճրագալույցի պատարակների եւ կիրակնօրյա պատարակներին մասնակցելու թույլտվության մասին միջնորդությունը մենք ներկայացրել ենք նախորդ դատական նիստին եւ այդ մասով դատարանը բավարարեց մեր միջնորդությունը, թույլատրեց Միքայել Սրբազանին ներկա գտնվել 7 վերք եկեղեցում եւ մասնակցել պատարակներին։ Հա, այստեղ կանգնենք անվտանգ լինի։ Իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը, մենք հիմքում դրել էինք, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ անձը պատիժ է կրում եւ աղաժամկետ ազատվելու հնարավորություն է ընձեռնում, քանի որ 2 տարով էր, հա, դատավճիռը 2 տարի ազատազրկում նախատեսող դատավճիռը, ըստ էության մենք արդեն ունենք 8 ամիս 20 օր անազատության մեջ գտնվող պաշտպանյալ, հետեւաբար այդ հիմքը նույնպես առաջ բերեցինք, որ քանի որ ենթադրաբար լրացել է նաեւ պատիժը կրելու 1/3 ժամկետը, հետեւաբար խնդրել ենք դատարանին խափանման միջոցի փոփոխություն կատարել, սակայն դատանը, ինչպես մեր քննարկման մեջ էլ հասկացվեց, հարցադրում արեց, որ չէ որ դատարանը այդ հիմքը օգտագործել է արդեն կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու եւ խափանման միջոցը տնային կալանք ընտրելու որոշման մեջ, բայց այնտեղ իրավիճակն այլ էր, դատարանը այնտեղ ի թիվս այլ, հա, ուրեմն հիմքի, որը նոր արար կատարելու հիմքն էր, նշել է նաեւ այն հանգամանքը, որ նաեւ մոտենում է այդ ժամկետը։ Հիմա մենք ասացինք, որ ոչ միայն մոտեցել է այդ ժամկետը, այլ նաեւ անցել է, հետեւաբար որպես նոր հանգամանք, որը փոփոխության համար անհրաժեշտ է, ու նաեւ վկայակոչեցինք եվրոպական դատարանի մի շարք նախադեպեր, որով դատարանը դիրքորոշում է արտահայտել, որ ոչ թե պիտի այդ առավելագույնի, հա, մեկ անգամ քննվեց ու այլևս քննության ենթակա չէ մինչև հաջորդ հիմքի առկայությունը, այլ տվյալ պահին արդեն քննության շրջանակներում ինչքանով է պիտանի եւ համաչափ այդ խափանման միջոցը։ Ըստ էության միջնորդությունների քննարկմանը այսքան, իսկ դատարանի հարցադրումները վերաբերում են մեր վերաքնիչ բողոքին։ Վերաքնիչ բողոքի դատական սխալի առաջին հիմքը ներկայացրել են ընդդատության խախտումը եւ վերաքնիչ դատարանը իր հարցադրումները մեղադրող կողմին հենց ընդդատության շրջանակում էր կատարում։ Դա միջնորդություններին չէր վերաբերում։ Դուք նաև նշեցիք փաստաբանական խումբը ներկայացրեց, որ ըստ էության Միքայել Սրբազանը հարցազրույց չի տվել, դա եղել է կլոր սեղան քննարկում, որտեղ Միքայել Սրբազանը իր միտքն է արտահայտել եւ ուզում եմ օրինակ իմանալ Միքայել Սրբազանը տեղյակ եղել է կամ Միքայել Սրբազանի հետ համաձայնեցրել են, թե իր խոսքից օրինակ ինչ կտոր է հրապարակվելու, տեղյակ էր, որ ինչպես դատարանը մեղադրող կողմն է նշում, դա կոչ է եղել ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար։ Մեր դիրքորոշումը առաջին օրվանից պաշտպանական մարտավարության եղել է, որ դա այդտեղ կոչ գոյություն չունի։ Առհասարակ Միքայել Սրբազանը հարցազրույց չի հրավիրել։ Դա եղել է քննարկում, հանդիպում Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնում, որտեղ նաև ներկա եղել լրատվամիջոցը, որը որ Միքայել Սրբազանի որոշակի դիրքորոշումներ հետո հրապարակել է։ Այսինքն Միքայել Սրբազանի, այսպես ասած, այդ ենթադրյալ արարքի միասնական դիտավորության շրջանակում չի կարող ընկալվել նրա կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման կոչ կատարելը։ Առհասարակ այս քրեական գործը իրավաբանության հետ որևէ աղերս չունի
ունի եւ իսկական իրավաբանության պարագայում այն ուղղակի գոյություն ունենալ չէր կարող։ Բայց գիտեք, մենք քաղաքական ռեպրեսիաների եւ տուրբուլենտ վիճակի ընթացքի մեջ ենք, հետեւաբար զարմանալու չէ, որ Առաջին դատարանը այդպես ամբողջ իր գործիքակազմի կիրառմամբ դատավոր Մելիքսեթյանը այս գործը ապօրինաբար պահեց իր վարույթում, այն դեպքում, որ 2-ին գումարած 2 հավասար է 4, այսինքն այն տեսանյութը, որը մեղսագրվում է մեր պաշտպանյալին, կատարվել է Գյումրիում։ Հետևաբար դա այս գործը պետք է քններ Գյումրիի դատարանը։ Մենք սա հենց առաջին օրվանից ենք ասել։ Լիահույս եմ, որ Վերաքննիչ դատարանը իր կողմից բարձրացված հարցերում այս քրեադատավարական կարևոր կանոնի խախտմանը ուշադրություն կդարձնի եւ ճիշտ որոշում կկայացնի։ Տիկին Ֆարմանյան, տեսեք, Միքայել Սրբազանի գործի հիմքում ընկած է, որ զանգվածային լրատվական միջոցն է, տարածել Սրբազանի խոսքը։ Երեկ էլ դուք նաեւ հայտնի դարձա, որ արդեն լրատվամիջոցի ղեկավարին են օրինակ հրավիրել քննչական կոմիտե նույն մեղադրանքով, իշխանությունը բռնի այո, Արմինե Օհանյանի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցի ղեկավարին, որը ըստ էության խմբագրական է գրել, հիմա չգիտեմ, այսպես նաև խոսակցություններ կան, որ քննչական կոմիտեն գործը կարճելու է, որովհետև եզրակացությունը եկել է, որ այդտեղ ընդհանրապես կոչ չկա։ Դուք ինչպես եք գնահատում այս իրավիճակը։ Ես ճիշտ ասած Տիկին Օհանյանին, ենթադրաբար մեղսագրվող արարքին կամ այդ կասկածանքի շուրջ հարցաքննության մանրամասնությանը ծանոթ չեմ, բայց ընդհանուր այսպես նկարագիրը եւ վերագրվող հանցակազմը արդեն ծիծաղելի է, որովհետեւ ես չի պատկերացնում, որ մեր իրավապահ մարմինները մանավանդ ես քննիչներին եւ առհասարակ քննչական կոմիտեն դատախազությունը համարել եմ իրավաբանության այսպեսի ավելի բարձր աստիճան ունեցող, ավելի իրավագիտակից մարմին եւ հիմա զարմանալի, այսինքն բայց մենք ինչի վրա զարմանանք, երբ որ քաղաքացիական դատարանը ուրեմն հոգեվորականին կարգալույծ անելու որոշումը, վեհապարի տնօրինությունը ուրեմն անվավեր ճանաչելու հայցը վարույթ է ընդունում, առանց ծիծաղի կներեք չեմ կարողանում էլի ասել, չնայած շատ մտահոգիչ է, որովհետև շատ անձանց իրավունքներ են սահմանափակվում դրանով, բայց պատկերացնում եք այդ մակարդակի դատական ակտը գնում է կատարման, հարկադիր կատարման ծառայություն որպես միջանկյալ դատական ակտ, որպես հայցի ապահովում, ու դրա վրա քննչական կոմիտեն վեր է կենում, քրեական վարույթ է նախաձեռնում ու խոչընդոտման գործողությունների վերագրմամբ քրեական հետապնդում է, հանրային քրեական հետապնդման հարուցման որոշումներ է կայացնում ընդհանուր վեհապարի նկատմամբ։ Այսինքն այս մակարդակի իջացնել իրավաբանությունը զուտ քաղաքական ճնշումների ենթարկվելով, սրա հեռանկարը իհարկե ավելի վատ է լինելու, եթե մենք որպես փաստաբանական հանրություն, լրագրողական հանրություն, հասարակությունը որպես մեր կարևորագույն մաս ինստիտուտ այս ամեն ինչին իրավաչափ արձագանք չտա։ Ես նաև կխնդրեմ անդրադառնալ Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, եթե տեսել եք, դատավոր Արսակ Ալեքսանյանի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել էր գնահատականին, որ արդեն վերդիկտը կայացված է, բայց տվյալ դատավորը օրինակ ունի հանրապետության մակարդակով 17-րդ դատավորն է։ Հելքուրթը արդեն իսկ պատասխանը տվել էր, Հելքուրթի մոդերատորը ճիշտ դիտարկում էր արել, թող նախ Վահագն Ալեքսանյան թող վճիռը վերդիկտից տարբերի, հետո հին նյութեր ուսումնասիրելու փոխարեն այս գոյություն ունեցող եւ վերջապես այդ բաց հարթակը փաստաբանների քվեարկության համար է ու օգտագործել էր ինքնաշեն, եզրույթը ինքնաշենը իրենք են իրենց գործողությունների շրջանակում իրենք են ինքնաշինարարությամբ զբաղվում, իսկ մենք ինքնակառավարվող, ինքնակազմակերպված, իրավահավասար, իրավագիտակից պրոֆեսիոնալ հանրություն ենք, որոնք ամենօրյա ռեժիմով մի քանի դատական նիստի մասնակցելով կարող են իրենց կարծիքը արտահայտել Հայաստանի Հանրապետության դատավորների նկատմամբ։ Եվ ես իմ գործընկերներից մեկը ճիշտ բան էր գրել, ես մաղթում եմ այս իշխանությանը, որ իրենց
դատաքննությունները իրենց վերաբերյալ քրեական գործերով դատավոր հանդիսանան հելքուրթով բարձր վարկանիշ ունեցող անձինք։ Ես ամենայն անկեղծությամբ մաղթում եմ, այ իրենք այդ ժամանակ հաստատ արդարադատությանը կհանդիպեն։